Հայ-թուրքական սահմանի բացումը կամ ընդհանրապես Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ինձ թվում է երկու կոնտեքստ ունի, կա թերևս զուտ ներքաղաքական կամ հայաստանյան եւ կա ավելի տարածաշրջանային եւ նույնիսկ միջազգային։ Սկսենք միջազգային կոնտեքստից, շատ փորձագետներ, ընդ որում նաեւ Հայաստանից դուրս, ովքեր զբաղվում են Հարավային Կովկասում, այդ թվում Միացյալ Նահանգներում, Եվրոպական միությունում, նրանք էլ են համոզված, որ Հարավային Կովկասում ուժային բալանսի փոփոխման, իսկ ուժային բալանսի փոփոխում ասելով նրանք հասկանում են, որ Հարավային Կովկասում առաջատար դեր խաղալ ոչ թե Ռուսաստանը, այլ Թուրքիան, որ այդ ուժային բալանսի փոփոխման անհնար է հասնել առանց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման։ Ընդ որում իհարկե դա չի նշանակում, որ Ռուսաստանը ընդհանրապես Հարավային Կովկասից վերանալու է, որտեղ ոչ մի խոշոր պետություն ընդհանրապես դժվար թե վերանա, եւ ոչ մի խոշոր պետություն դժվար թե իր ազդեցությունը գոնե իր հարևան տարածաշրջաններում դարձնի 0։ Խնդիրը այստեղ պարզապես չափի մեջ է։ Եթե շատ երկար ժամանակ, սկսած երևի 19-րդ դարի սկզբներից, Հարավային Կովկասում թիվ 1 արտաքին դերակատարը Ռուսաստանն էր, բայց իհարկե այստեղ կար եւ Օսմանյան կայսրություն եւ կար Իրանը, իսկ հետո արդեն եթե տեղափոխվում ենք 20-րդ դար, հասկանալ է մի պահ խորհրդային միություն էր։ Զուտ խորհրդային միություններ 91 թվականից հետո նորից կար Թուրքիան, Իրան, Եվրամիություն, Մեծ Բրիտանիա, Իսրայել եւ այլն։ Խնդիրը պարզապես նա է, թե ով է լինելու թիվ 1 դերակատարը։ Հիմա նորից եմ ասում, շատ փորձագետներ, այդ թվում Հայաստանից դուրս, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, ովքեր հետազոտում են տարածաշրջանը, նրանք համոզված են, որ անհնար է Հարավային Կովկասում կատարել առաջին դերակատարի փոփոխություն։ Շեշտում եմ, առաջին դերակատարի փոփոխություն, այսինքն Ռուսաստանի փոխարեն թիվ 1 դերակատար դարձնել Թուրքիային, դա անհնար է անել առանց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, իսկ սահմանի բացումը այդ կարգավորման մի մասն է։ Կարգավորման մեջ մտնում է նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, նաև մտնում է Հայաստանում թուրքական տնտեսական ներգրավվածությունը եւ շատ այլ գործընթացներ։ Իհարկե մենք կարող ենք վիճել ինչքանով է այս պնդումը ճիշտ, որ առանց դրա անհնար է, որպեսզի Թուրքիան Հարավային Կովկասում դառնա թիվ 1 խաղացող Ռուսաստանի փոխարեն, իսկ դիցուկ Ռուսաստանը դառնա թիվ 2 խաղացող։ Բայց նման ընկալում կա բավականաչափ լուրջ փորձագիտական շրջանակներում, եւ ես կարող եմ ենթադրել, որ գուցե նաեւ պետական շրջանակներում, որտեղ վերջին հաշվով ստորագրում Ադրբեջանը նույն եթե դա այդքան իրատեսական է, այդքան կարևոր է, Թուրքիան կարող է ճնշել Ալիևի վրա եւ շատ արագ դա ստորագրվի։ Եթե հայ-թուրքական սահմանի բացումը կախված է այդ թղթից, այդ խաղաղությամբ, հետեւաբար ինչու չեն անում։ Տեսեք, այստեղ մի քանի բացատրություն կա, իհարկե, ինչպես ասում են, քիչ թե շատ հստակ համոզիչ բացատրություն միայն Թուրքիայի ղեկավարությունը կարող է տալ, դա պարզվում Թուրքիայի նախագահը, որտեղ մենք նաեւ պետք է ընդունենք, որ շատ հարցերում Թուրքիայում որոշումների միանձնային են ընդունվում, այսինքն ես գետե վստահ եմ, որ նույն հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված կան բավականաչափ ազդեցիկ պաշտոնյաներ, որոնք իրենք էլ չեն հասկանում, թե ինչու Թուրքիան չի փորձում օգտվել այս հնարավորությունից եւ վերջապես առաջին անգամ գուցե վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում փոխարինել Ռուսաստանին եւ դառնալ առաջին խաղացող։ Հիմա ո՞րն է պատճառը։ Երկու հիմնական պատճառ եմ ես տեսնում, որոնք իդեպ երկուսն էլ կարող է սխալ լինեն, գուցե այլ պատճառներ կան, որոնց մասին մենք տեղեկություններ չունենք։ Պատճառ համար 1. Դա կոչենք Էրդողան-Ալիև անձնական հարաբերություններ եւ անձնական շահեր։ Անձնական շահեր ասելով նկատի ունեմ նաեւ բիզնես շահեր Էրդողանի եւ Ալիևի հետ ուղղակիորեն կամ սերտորեն շահկապված անձանց միջև։ Եվ այստեղ մենք խոսում ենք միլիարդավոր, իսկ գուցե նաեւ տասնյակ միլիարդավոր դոլարների մասին։ Խոսքը թե Թուրքիայում կատարվող հսկայածավալ ադրբեջանական ներդրումներն են, թե թուրքական ընկերությունները, որոնք գործում են Ադրբեջանում, այդ թվում նաեւ 2020-23 թվականներին Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հսկայական շինարարական աշխատանքներ։ Այսինքն նվազագույնը մենք խոսում ենք միլիարդավոր, իսկ գուցե նաեւ տասնյակ միլիարդավոր դոլարների մասին։ Մի ճշգրտում նույն Բրիտանիայում արևմուտքում, հա, Ադրբեջանը դարձյալ ունի միլիարդավոր ներդրումներ, թե անձնապես, թե նաեւ Ադրբեջանի հետ համատեղ ծրագրեր։ Այո, բայց կորպորացիաների հետ օրինակ համաձայն եմ, բայց Ադրբեջանի տնտեսական ներգրավվածությունն ու ազդեցությունը Թուրքիայում ավելի շատ է։ Միանշանակ ավելի շատ է եւ բացի այդ ամեն դեպքում արևմտյան պետություններում ուղղակիորեն դրանք պետության ղեկավարների հետ ուղղակիորեն կապված չեն։ Օրինակ ասենք դժվար է պնդել, որ նույն British Petroleum-ը Ադրբեջանում տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումներ է արել, բայց այս ընթացքում Մեծ Բրիտանիայում երբի տասնյակ վարչապետեր են փոխվել, սկսած Թոնի Բլերից հասնենք Բորիս Ջոնսոն,
Liz Truss, Rishi Sunak եւ այլն, այսինքն այդ համակարգերում այդ բիզնես շահերը եւ շահույթները ուղղակիորեն կախված չեն երկրի ղեկավարի հետ, հատկապես մի ղեկավարի, որը երկրի ղեկավարը արդեն 23 տարի։ Մանավանդ հիմա, երբ որ կորպորացիաներն են նույնիսկ որոշում տարբեր երկրների հետ փոխհարաբերություններն ու աշխարհաքաղաքական խաղերը այդ կորպորացիաները։ Ամեն դեպքում սա կարող է լինել պատճառ մեկ, որ զուտ անձնական եւ բիզնես շահերի ելնելով Էրդողանը պնդում է, որ այո, մինչեւ ես Ալիևի չստանամ կանաչ լույս, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում չի լինի, նույնիսկ եթե դրա օգնությամբ Թուրքիան կարող է փոխարինել Ռուսաստանին եւ դառնալ Հարավային Կովկասում թիվ 1 խաղացող։ Բայց կա նաեւ երկրորդ բացատրությունը, ավելի աշխարհաքաղաքական, այսպես ասենք, կտրված անձերից եւ զուտ անձնական շահերից։ Երկրորդ բացատրությունը դա նա է, որ իսկ գուցե Թուրքիան չի ցանկանում փոխարինել Ռուսաստանին Հարավային Կովկասում որպես թիվ 1 խաղացող, որտեղ դա կնշանակի, որ Հարավային Կովկասը դառնալու է ռուս-թուրքական բախման թատերաբեմ։ Նույնիսկ եթե Թուրքիային դա հաջողվի իրականացնել, պարզ է, որ դա Ռուսաստանում ոչ ոք չի ողջունելու, Ռուսաստանը փորձելու է դրան դիմադրել եւ նորից եմ ասում, կառաջանա եւս մեկ սուր կամ բախման կետ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում։ Իսկ գուցե Թուրքիան ոչ թե ցանկանում է բախվել Ռուսաստանի հետ Հարավային Կովկասում, ոչ թե ցանկանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ փոխարինել Ռուսաստանին որպես տարածաշրջանով թիվ 1 խաղացող։ Գուցե Թուրքիան ցանկանում է պարզապես տարածաշրջանը կառավարել Ռուսաստանի հետ միասին։ Եթե փորձենք գործարար տերմինաբանություն օգտագործել, գուցե Թուրքիան ցանկանում է օրինակի համար Հարավային Կովկասը դարձնել փակ բաժնետիրական ընկերություն, որտեղ օրինակի համար Թուրքիան եւ Ռուսաստանը ունեն 40 կամ 45% բաժնեմաս եւ ենթադրաբար 10 կամ 15% բաժնեմաս էլ ունի Իրանը եւ համատեղ կառավարել։ Ընդ որում այս տրամաբանության մեջ է մտնում նաեւ հենց 3+3 փաստացի առայժմ 3+2 ձևաչափը, որտեղ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ տարածաշրջանի հարցերը հիմնականում կարգավորվելու են 3 մեծ խաղացողների կողմից։ Տարածաշրջանի միայն դերակատարներով։ Այո, Ռուսաստան, Թուրքիա, Իրան։ Սա երկրորդ բացատրությունն է, ինչու Թուրքիան չի գնում հայ-թուրքական սահմանի կարգավորմանը եւ դրանով չի հասնում իր ենթադրյալ Բաղդադի նպատակին։ Այն է փոխարինել Ռուսաստանին որպես Հարավային Կովկասում թիվ 1 խաղացող։ Հիմա փորձենք հասկանալ իսկ Ադրբեջանի դիրքորոշումը։ Չէ՞ որ փաստացի գոնե ֆորմալ առումով Ադրբեջանն է արգելափակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որովհետև Ադրբեջանը պնդում է Բանալին իր ձեռքին է ինչ-որ իմաստով, այո։ Ադրբեջանը պնդում է, որ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է կարգավորվեն, քանի դեռ չի ստորագրվել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր, եւ միևնույն ժամանակ Ադրբեջանը անում է ամեն ինչ, որպեսզի այդ պայմանագիրը չստորագրվի։ Այսինքն այս տեսակետից մենք կարող ենք ասել, որ Ադրբեջանը եւս թույլ չի տալիս կամ կանխում է Հարավային Կովկասում ուժային բալանսի փոփոխությունը, որը կհանգեցներ Թուրքիայի կողմից թիվ 1 դերակատար դառնալուն, որոնք կարող են լինել Ադրբեջանի շահեր, այսինքն լավ իսկ Ադրբեջանը ինչու է շահագրգռված, որովհետև եթե դուք լսեք ադրբեջանական խոսույթը, գոնե փորձագիտական մակարդակում, հատկապես արևմտյան լսարանի համար, նրանք անընդհատ այն թեզն են առաջ քաշում, որ Ադրբեջանի համար կա երկու կենսական սպառնալիք, դա Ռուսաստանն է եւ Իրանը։ Մենք դա շատ լավ հասկանում ենք, որ Ռուսաստանն եւ Իրանը Ադրբեջանի համար կենսական սպառնալիք են։ Հիմա եթե այդ խոսույթը համապատասխանում է իրականությանը, հարց է առաջանում, այդ դեպքում ինչու Ադրբեջանը անում է ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը շարունակի մնալ Հարավային Կովկասում թիվ 1 դերակատար, կանխելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Այստեղ կարող է լինել երկու բացատրություն, կամ Ռուսաստանի Ադրբեջանի համար կենսական սպառնալիք լինելը, դա ընդհանրապես արևմուտքի համար ձևավորված նարատիվ է, որը շատ հաճելի է արևմտյան ականջներին, եւ այսպես ասենք, հատկապես հիմա, երբ ընդհանուր առմամբ արևմուտքը խիստ հակառուսական տրամադրվածություն ունի, հասկանալի է, թե դու արևմուտքում ասում ես, որ գիտեք, Ռուսաստանը նաեւ իմ կենսական սպառնալիքն է, ավտոմատ քո հանդեպ մարդիկ սկսում են դրական տրամադրվել, ասելով, տեսեք, մենք ունենք ընդհանուր թշնամի։ Կամ իրականությունը դա է, որ սա կեղծ խոսույթ է, կեղծ նարատիվ, որը ընդհանրապես արևմուտքում վաճառելու համար է։ Կամ այս նարատիվը ճիշտ է, բայց Ռուսաստանը ունի ինչ-ինչ լծակներ Ադրբեջանի նկատմամբ, որով փաստացի հարկադրում է Ադրբեջանին թույլ չտալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում եւ դրանով հանդերձ թույլ չտալ Թուրքիայի դերի մեծացում եւ թույլ չտալ Թուրքիայի Ռուսաստանի փոխարեն Հարավային Կովկասում թիվ 1 դերակատար դառնալու գործընթաց։